Րոպեներ առաջ տեղեկություն տարածվեց, որ Մասիս համայնքի ղեկավար իմպիչմենթի շրջանակներում վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամսվա կալանքի։ Ընդհանուր առմամբ մենք ֆիքսում ենք, որ հատկապես վերջին օրերին ռեժիմը, այսպես ասած, տոտալ հարձակման է հանձել իր ընդդիմախոսների նկատմամբ։ Ձերբակալվեց, կալանավորվեց նաև Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նաև հոգևորականներ են կալանավորվում եւ այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ վերլուծաբան Կարեն Վրդանեսյանի հետ։ Բարև պարոն Վրդանեսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Նիկոլ Փաշինյանը կարծես թե գրոհը գրոհի հետևից է իրականացնում եւ չի թողնում, որպեսզի հատկապես ընդդիմադիր սեգմենտը, այսպես ասած, շունչ քաշի, հա, ինչ է ձեզ կատարվում։ Ճիշտն ասած, ընդդիմության շունչ քաշելու մասով որոշ վերապահումներ ունեմ, որովհետեւ երբ գրոհներ չեն լինում, երբեմն նույնիսկ ամիսներ, ընդդիմությունը բավականին, այսպես ասած, пассив վիճակում է լինում այդ փուլերում, այնպես չի, որ անընդհատ ակտիվ պայքար է մղվում, դա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ունի, օբյեկտիվ պատճառները այն են, որ մարդիկ ուղղակի հոգնում են։ Այդ դիմադրության ամեն ալիք հետո իրենից հետո բերում է հոգնածության, հիասթափության ամիսներ, հա, այդպես եղավ հայրենիքի փրկության շարժումից հետո, ընտրություններից հետո, արտահերթ այդպես եղավ դիմադրության շարժումից հետո, այդպես բնական Արցախի կորստից հետո եղավ սրբազան պայքարի շարժումից հետո եղավ եւ այլն, այդ հասկանալի է։ Բայց իհարկե այստեղ ընդդիմությանը շատ քննադատելու նաեւ տեղ կա, օրինակ նույն այդ ալիքների կազմակերպումը, նույն հանրության հետ աշխատանքը պետք է անդադար լինի։ Որ չկա ըստ էության։ Օկուպացիոն վարչակարգը, Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ամեն օր աշխատում է։ Իրենք իրենց հանգիստ չեն տալիս։ Իդեպ էս հարցակումների ալիքը, հա, այդ ամենօրյա հարցակումները, որ մարդկանց չեն թողում նույնիսկ շունչ քաշել, այդ ամենօրյա հարցակումները վստահ եմ շատ վաղուց էին պլանավորված։ Պլանավորված են ու դա ոչ թե վերջին օրերի ինչ որ երևույթ է, այլ այս ալիքը սկսեց մայիսից եկեղեցու դեմ հարձակումներով, Սամվել Կարապետյանի դեմ հարձակումներով, Սրբազան շարժման դեմ հարձակումներով, Հայ հեղափոխական դաշնակցության դեմ հարձակումներով, հիմա եկան հասան Գյումրի, ընդ որում այլ ֆրոնտերով, հա, այլ ճակատներով հարձակումները շարունակվում են, Փարաքարի համայնքապետի սպանությունը, որը չգիտեմ ինչքանով այնտեղ անձամբ հրաման տրվել թե չէ, բայց ակնհայտ է, որ այդ կոնֆլիկտը հրահրվում էր եւ կար հնարավորություն այդ ամեն ինչը հանգցնելու, բայց դա չի արվել, հա։ Առնվազն իրենք տեղյակ էին։ Ես ավելի հակված եմ այն մտքին, որ հրահրվում էր այդ ամեն ինչը ու հատուկ էր դա արվում։ Այսինքն մենք բոլոր ճակատներով հարձակում ունենք, հա, այս օկուպացիոն Նիկոլ Փաշինյանի օկուպացիոն ռեժիմի կողմից, մյուս կողմից համարյա դիմադրություն չկա, ու կարծես թե եկեղեցին է քիչ թե շատ դիմադրում այն բանի հաշվին, որ ինստիտուցիոնալ այնուամենայնիվ լուրջ հիմքեր ունի, իսկ մնացած դեպքերում շատ տենց դրվագային շատ ռեակցիոն, հա, արձագանքներ են, կարծես թե։ Ինձ թվում է մենք պետք է հասկանանք մի բան։ Եթե մինչև 24 թվական ներառյալ սրբազան պայքարը, այդ շարժումը հույս կար, որ հնարավոր է, չգիտեմ, գուցեև ճիշտ կազմակերպման ու նախապատրաստության դեպքում 2-3 ամսվա տենց ինչ որ մի ալիքով գուցեև հեռացնել, հա, այս ազգակործան իշխանությանը,
Ապա այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը նույն ուժային համակարգերը, նույն իր այդ պատժիչ ապարատը, հա, այնքան է ուժեղացրել, որ արդեն ինձ թվում է պետքա լրջագույն ձևով մտածվի դիմադրության մասին։ Այսինքն դեռ հələ մի կողմ հաղթելը, ես չեմ կարծում, որ հիմա հնարավոր է 1-2 ամսում ինչ որ արագ բան անել, հա, այլ այն տնային աշխատանքը, որ այս 7 տարում պետք է արվեր, այդ դիմադրության ենթակառուցված կառուցելը, ի վերջո ուզենք չուզենք, պետքա դրան անցնենք։ Ասենք, չգիտեմ, էլ որ երրորդ շարժումը պետքա տապալվի, ու ամեն այդ տապալումից հետո այդ ուժերը մաշվում են, ռեսուրսները վերջանում են, մարդիկ հիասթափվում են, երկրից գնում են, հա, նյութական ռեսուրսներն են սպառվում, ասենք ամեն այդ բանից հետո, չգիտեմ, մարդկանց ավտոմեքենաներն են արգրավում, ամիսներով պահում, փչացնում եւ այլն, մարդկանց աշխատանքից են հանում, այսինքն մարդիկ գալիս հասնում են մի իրավիճակի, որ, չգիտեմ, պետքա արդեն բան անեն, հա, երեխան սոված մնա, թե իրանք դուրս գան փողոց, հա, այդպիսի իրավիճակ է ստեղծվել։ Տոտալ վերահսկողության համակարգ է ստեղծվել, բոլոր առումներով ֆինանսականից սկսած փողոցում տեղաշարժը վերջացրած։ Այսինքն հնարավոր չէ այսօր տնից դուրս գալ, ասենք, չգիտեմ, 3 կանգար երթև եկել ու բազում տեսախցիկներով, ինչու դեմքերի ճանաչման համակարգերով եւ այլն, որ մարդու տեղաշարժը չֆիքսվի։ Այսինքն այս ամեն ինչի դեմ պայքար չկա։ Մեդիա դաշտում համակարգված միասնական ինչ որ նարատիվներով պայքար չկա։ Այսօր ընդդիմությունը էլի շատ սրտի խորը ցավով եմ ասում, բայց ընդդիմությունը հետևողական է մենակ իրար խփելու գործում։ Շատ հետևողական, շատ արդեն քանի տարի է այդ նարատիվները գնում են, հա, բայց ասենք հիմա չհասկացանք խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, թե ընդդիմությունը ասենք հետևողական քարոզարշավներ, մարդկանց բացատրելու ինչա կատարվում։ Ի վերջո պետք չի մոռանալ, որ Հայաստանի բնակչության 60%-ից ավելը հիմնական իր ինֆորմացիան ստանում է ՀՄԿ-ից, ստանում է ինչ-որ նիկոլական պերֆեկտիվիներից պայմանական ասած, չնայած, ասենք, չգիտեմ, մի 7 տարի առաջ թվում էր, թե պերֆեկտիվից վատ անհնարին է, բայց պարզվեց, այո, հնարավոր է, ու տենց բազմաթիվ ռեսուրսներ կան։ Այսինքն, այս բոլոր խնդիրները հիմք դնելու ենթակառուցվածք ստեղծելու դիմադրության ենթակառուցվածք, եթե լուծված չեն, բոլոր շարժումները, բոլոր հույսերը, որ այսա, չգիտեմ, կգնանք այս մի պորտկումով, հուշկու, չգիտեմ, ակցիայով, ընտրությունների գնալով տոթեքուզ իմպիչմենտով, այդ ամեն ինչը չի աշխատելու, եթե այս բոլոր համակարգերը չկան։ Իդեպ մի բան էլ էլի, անընդհատ նույն ընդդիմության տարբեր հա թևերի միջև պայքար է, որ impeachment չէ ընտրություններ, ոչ այն է ստացվելու ոչ այն, եթե չկա համակարգ։ Եթե չկա համակարգված հետևողական պայքար։ Տեսեք, դուք նշեցիք դիմադրության անհրաժեշտության մասին, հա։ Առաջին հերթին հենց դիմադրության ենթակառուցվածքը ստեղծելու մասին։ Եթե այս ամեն ինչին մոտենանք պատերազմական տրամաբանությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը հենց պատերազմ վարելու տրամաբանությամբ է գործում դեռ 18 թվականից, իրական ավելի շուտ նույնիսկ, հա։ Օրինակ, մի անգամ մենք նույնը ձեր նշած խնդիրը տեսնում ենք, դուք խոսեցիք գլոբալ մասով, հա, բայց հատվածական առումով, օրինակ Հայաստանի բանտերը լցվում են այսօրին քաղաքական բանտարկյալներով, տասնյակներով արդեն ըստ էության։ Հա, արդեն այս տեմպերով երևի մինչև տարվա վերջ 100-ը անցնի։ Բայց մենք տեսնում ենք, որ չկա համակարգված դիմադրություն։ Անկամ այս պարագայում դիմադրությունը հատվածական է։ Հա, նույնիսկ վատ այսպիսի մի միտում կա, որ տենց իմ ու քո քաղբանտարկյալ, հա, այսինքն մեկը ամեն մեկը խոսում է միայն իր սրտի քաղբանտարկյալներից։ Ես հասկանում եմ, որ գուցե կարող են լինել ինչ-որ հա հին նեղացվածություններ, չգիտեմ,
հին թշնամություններ եւ այլն, բայց այդ ամեն ինչը այսօր պետքա մի կողմ դնել, որտեվ դրա ժամանակը չի, դու այսօր կարող ես ինչ մարդուն չես հավանում ու ինքը ընկնում է բանտ, դա ընդհանրապես դա չարախնդալու առիթ չի, որտեվ վաղը կողքի խցում դու էլ կարող ես հայտնվես, էլի, ու չկա նույնիսկ բացատրական աշխատանք, հա, ինչա քաղբանտարկյալը, մարդիկ չեն հասկանում, օրինակ ես մի շարք էի սարքել նկարներին մարդկանց հիշեցնելու համար, հա, որ քաղբանտարկյալներ ունենք ու բարբերաբար շրջանառում էի ու լավ տարածվեց դա, բայց նաև գտնվեցին մարդիկ, որ օրինակ շատ սենց դեմքի լուրջ արտահայտությամբ, շատ տենց մեծ հուզանկանությամբ, դրամատիկ ինչ-որ տոներով, թե բա մի համեմատեք Միքայել Սրբազանին Բագրատ Սրբազանի հետ, դա տարբեր գործեր են, կամ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ չի, նա հանուն հավատի է հալածվում եւ այլն, բայց հանուն հավատի հալածվելը հենց քաղբանտարկյալի սահմանումն է, որը ԵԽԽՎ-ի 1900 բանաձևով սահմանված է, հա, այսինքն Եվրոպայի խորհրդանական վեհաժողովը փաստաթուղթ է ընդունել, կարծեմ 12 թե 13 թվականին, որով սահմանում է տալիս թե ինչ է քաղբանտարկյալը, այնտեղ օրինակ բաներից մեկը դա համոզմունքների, խղճի եւ այլն համար դավանանքի համար հալածվելն է, բանտարկվելն է, հա։ Եթե ասում ենք, որ Միքայել Սրբազանը հանուն հավատի է հալածվում, դա հենց դասական ամենամաքրամաքուր քաղաքական բանտարկյալն է, կամ ասենք կա նաև խղճի բանտարկյալ արտահայտություն, խղճի բանտարկյալները բոլորը քաղբանտարկյալ են, բայց այդ ամենա, այսպես ասած, մաքուր տեսակն է, հա, քաղբանտարկյալի։ Մի խոսքով, այսինքն մարդիկ նույնիսկ չեն հասկանում ինչա քաղբանտարկյալը, ինչի է պետք դրա դեմ պայքարել, ինչպես է պետք դրա դեմ պայքարել։ Խնդիրը այն է, որ մենք այս շատ նեղ ընդդիմադիր, հա, ինչ որ տարածությունում անդադ տենց եռում ենք, թեժ վեճեր են եւ այլն, բայց մյուս կողմից էլ գործնականում ինչ պետք է անի ընդդիմությունը։ Օրինակ դուրս համարյա ինֆորմացիա չի գնում։ Ինչ պետք է անի։ Այս քաղբանտարկյալների հարցով թեկուս։ Դուք այն անձնավորություններից եք, ով խոսեց հանրային տիրույթում միասնական օրակարգի մասին։ Դե ճիշտն ասած այդ թեմայով ես դեռ 2 տարի առաջ եմ խոսել, այսինքն անընդհատ այդ թեման ոչ այդքան բաց տիրույթում, բայց տարբեր ուժերի հետ այդ թեման քննարկվել է, բոլորը ասում են հա, բայց առաջ չի շարժվում։ Իսկ ինչ պետք է արվի, այսպես ասեմ, դեռ հələ տակտիկական մակարդակը մի կողմ դրած, նախ պետք է, այսպես ասած, միասնական չափանիշների համակարգ, ով է համարվում քաղբանտարկյալ, նամանավանդ հաշվի առնելով, որ այդ ԵԽՎ-ի բանաձևից ի վեր բավականին բան է փոխվել։ Ռեպրեսիաները ավելի լավ քողարկելու ձևեր են գտել, ինչ որ մոտեցումներ են փոխվել, օրինակ տնային կալանքի տակ եղած մարդը կարող է համարվել քաղբանտարկյալ, թե ոչ։ Ըստ ԵԽԽՎ-ի դա հստակ չի ԵԽՎ-ի բանաձևի։ Բայց հաշվի առնելով, որ տնային կալանքը դարձել է ըստ էության պատժելու ու մարդկանց իզոլացնելու, մեկուսացնելու, նամանավանդ քաղաքական գործունեությունից մեկուսացնելու, իրանց իրավունքները սահմանափակելու գործիք, ու մենք տեսնում ենք, որ Հայաստանում, ասենք, մարդկա տարուց ավել էլ է տնային կալանքի տակ գտնվում, օրինակ Արմեն Աշոտյան, ու դա խանգարում է որպես քաղաքական գործիչ, հա, իրեն, իր գործունեությանը, ու սա օրինակ ըստ էության ազատազրկում է։ Շատերին դու ասում են տնային կալանք թվում է թե դա տենց թեթև բան է, դա թեթևա գուցե 2 շաբաթ, եթե դու մինչև այդ բանտում ես, բայց օրինակ կտրուկ սահմանափակվում է, շփում է, ինչքան ես տնային կալանք տեսել եմ, ասենք նաև դրա հետ եղել է նամակագրության, ինչ որ համացանցային այդ հաղորդակցման միջոցներից օգտվելու սահմանափակումով, ու ստացվում է, որ բանտում մարդը նույնիսկ կարողանում է, չգիտեմ, փաստաբանի միջոցով, նամակագրության միջոցով ավելի ազատ շփվել, քան տնային կալանքի պայմաններում, հա։ Տնային կալանքը շատ լուրջ հոգեբանական խնդիրներ է առաջացնում մարդկանց մոտ։ Տնային կալանքը խնդիրներ է առաջացնում նաև ամբողջ ընտանիքի մոտ, օրինակ մարդիկ չեն կարող տուն, ասենք երեխեք են, հա, դպրոցական տարիքի, չես կարող երեխեքի ընկերները չեն կարող գան իրանց տանը խաղան։
ազգականներ, ընկերներ, թեկուզ հարևաններ չեն կարող մտնել։ Եթե տանը մարդ է ապրում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որ ընտանիքի անդամ չի, այդ մերձավոր, հա, հարազատների այդ ցանկի մեջ չի մտնում, պետք է այդտեղից դուրս գա։ Մի խոսքով, ասենք ես դեպք կար տնային կալանք, որ մարդը ասենք նոր է երեխա ունեցել ու կինը նոր ծննդաբերած, ստիպված է ինքը գնա խանութ, ստիպված է ինքը բոլոր հարցերով վազվզի, որովհետև ամուսինը նույնիսկ չի կարող դուրս գա տնից ինչ որ խանութ բանանի, նույնիսկ չի կարող on-line ինչ որ բան պատվիրի, հա, առաքում։ Մի խոսքով, որտեվ արգելում են հեռախոսից օգտվել։ Մի խոսքով այսպիսի բազում հարցեր կան, օրինակ այս հարցերը բարձաբանված չի։ Այս հարցերի բարձաբանում է պետք։ Ասեմ, որ ՀԿ-ներից իրական էլի իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող ՀԿ-ներից քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն է ստեղծել սենց մշակել, հա, ինչ որ չափանիշների համակարգ, որով կարելի է դատել, թե սա քաղաքական հետապնդում է թե չէ, քաղաքաբանտարկյալ է թե չէ, նաև հաշվի առնելով այդ նոր այսպես ասած խելացի կամ խորամանկ ռեպրեսիաների փորձը նաև, բայց էլի ահռելի աշխատանք կա այդտեղ անելու։ Սա զուտ ուղղակի ես խոսում եմ հլը տեսական բազայի մասին։ Պետք են աջակցության խմբեր քաղաքաբանտարկյալների, այդ մարդկանց բանտում աջակցելը շատ բավականին ծանր գործ է, հա, ընտանիքի վրա, չգիտեմ, ընկերների, աջակիցների վրա, համակիրների, եթե ինչ որ առաջնորդի մասին ենք խոսում։ Խնդիրներ կան, որ այդ մարդկանց գտնվելու թեման բանտում բավականաչափ լայնորեն չի լուսաբանվում, շատ արագ մոռացվում է։ Օրինակ Գյումրի քաղաքապետի ձերբակալությունը, ասենք 8-10 ժամից արդեն այդ հանրային ընդհանուր տեղեկատվական դաշտում արդեն մղվեց հետին պլան։ Այն հաջորդ օրն էլ առաջ, որովհետև արդեն հանրությունը քննարկում է իշխանության մեկ այլ գրող։ Այո, ու իշխանությունն էլ այդ թեմաները անընդհատ տալիս է, ես ավելի քան վստահ եմ, որ իրանք աշխատում են այդ content օրացույց կոչվածով, այսինքն իրանք ունեն ամիսներ առաջ իրանց բաները գրած, ինչ սկանդալներ են հրահրելու, ինչ թեմաներ են դաշտ նետելու, ինչպես են այդ բանը քննարկումները եւ այլն տանելու այս կամ այն ուղղությամբ, ու ասեմ հաջորդ օրը արդեն համարյա այդ թեման չէր քննարկվում։ Այն դեպքում, որ առ այսօր շարունակվում են Գյումրիում ձերբակալված մարդկանց արդեն կալանքի են տանում, տնային կալանքներ են տալիս եւ այլն։ Ու մենք հիմա էլ տեսանք, ասենք, այն մի թեման դեռ չվերջացած, հիմա էլ Մասիսում նույն օպերացիան սկսվեց, հա։ Իդեպ այսօր առավոտյան էի գրել, որ ըստ էության նույնը արեցին, ոնց էր, որ աղաղակում ենք, հա, ասում ենք Արցախը հանձնելու են ուրիշ տեղեր հանձնելու, հա, հիմա նույնը արցախցիների վրա հարձակվում էին 23 թվականին, զանգվածային ձերբակալություններ էին, կալանքներ էին տալիս եւ այլն, հիմա արցախցիներից այսպես ասած պրծան, հիմա անցնում են ուրիշ տեղ, Գյումրիա, Մասիսա, Փարաքարա, չգիտեմ եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչի մասին մի կարևոր ուղղություն էլ, որը չի արվում հետևողական ձևով կամ համակարգված ձևով, դա կոմունիկացիան է արևմուտքի հետ։ Ինչքան էլ արևմուտքը աջակցի այս իշխանություններին, պետք է թանկացնել այդ աջակցությունը, որովհետև եթե արևմուտքում հանրությունը նույն, չգիտեմ, ինչ որ մի կոնգրեսմեն, ինչ որ մի սենատոր, լինի դա Միացյալ Նահանգներում, թե Ֆրանսիայում, թե Գերմանիայում, թե որտեղ, հա, սկսի տահաճ հարցեր տալ այս իշխանությունների վարքի մասին, դա պրոբլեմ է այս իշխանությունների համար։ Իրենք ստեղծում են տպավորություն, թե իրենք անհաղթ են, ինչ որ հնարավոր չի ինչ որ բան անել, հա, ինչ ուզեն կանեն, բայց իրականում այդպես չի։ Իրանք ստիպված են հաշվի նստել բազում գործոնների հետ, եւ այդ գործոնների թիվը պետք է ավելացնել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցելու է Հովանավանքում նախատեսվող պատարագին, որը որ կարգալույց եղած հոգևորականն է իրականացնելու։ Նիկոլ Փաշինյանն նաև երեք հայտարարեց, որ այն եկեղեցիները, որտեղ որ իբրև թե հոգևոր կյանք չկա, իրենք վերադարձնելու են հանրությանը։
Սա ինչ վտանգներով է հղի։ Նախ ով է հանրությունը, հա, մեր պատկերացրած ու Նիկոլի պատկերացրած հանրությունները հաստատ նույնը չեն։ Բնականաբար։ Այդ իրա սիրած բանն է, հա, ժողովուրդը սենց ժողովուրդը նենց, բայց իրա ժողովուրդը ենթադրենք 20%-ա կամ 25%, լավագույն դեպքում։ Իրականում եթե վարչական լծակները, կաշառքների ու այդ վախեցնելու մարդկանց համակարգը արանքից դուրս գալ, ինքը վերադառնալու է իրա, չգիտեմ, 5%-ին գուցե, հա։ Այդ է իրա ժողովուրդը, որը փորձում են ներկայացնել մեր բոլորիս անունից, իբր դա մենք ենք, դա այդպես չի։ Ինչ վերաբերում է հովանավորանքին, մի հատ շատ կարևոր դետալ կա, որին կուզեի անդրադառնալ։ Ընդհանրապես, հա, այս ամբողջ սկանդալին, որը ես վստահ եմ, որ իրանք շատ վաղուց էին մշակում, պատրաստում, այդ փորձեցին նույնիսկ տպավորություն ստեղծել, թե ինչ որ ինքնաբուխ քահանաների ինչ որ ինքնաբուխ շարժում կա, բայց կարծես թե չկարողացան այդ ձնագնդի էֆեկտը ստանալ։ Ու դա ես որ ասում եմ եկեղեցին կարողանում է դիմադրել, դեռ կարողանում է դիմադրել, նաև ենթադրում եմ դրա շնորհիվ է, հա, որ բավականին էլի պինդ էին կապերը։ Ու տեսեք ինչ է, նույն այդ Ստեփան ազգանունը չեմ հիշում արդեն, նախկին Տեր Արամը, հա, մինչև կարգալույց լինելը շատ վեհ տեքստեր էր գրում արդարության մասին, թե ինքը, թե եկեղեցու վրա մյուս հարձակվողները, թե անձամբ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ շեշտում են, որ իրանք հայ առաքելական եկեղեցու զավակներ են, իրանք ինչ անում են, հանուն եկեղեցու, հանուն հավատի են անում եւ այլն, հա։ Հիմա նախ այդ թեզը, որ կաթողիկոսը չի կարող կարգալույց անել որևէ քահանայի, իբր ինքը, չգիտեմ, խախտել է եւ այլն, բայց ինչպես է ստացվում, որ նույն մարդուն, երբ որ օծում է, նույն կաթողիկոսը, ինքը դա ընդունում է, հա, բայց եթե կաթողիկոսը, այսպես ասած, ցարնի նաստայաշի իրանց ասելով, բայց եթե այդպես է, բա ոնց է լինում, որ օծումը հաշիվ է, հա, այդ մանկական լրիվ բան է, օինա, օ ինչի, հա, օծելը օինա, կարգալույց անելը օ ինչի, դե այդպես ոնց է լինում։ Այսինքն այս մարդիկ ուղղակի շարլատաններ են, աֆերիստներ են, չկա որևէ սկզբունքայնություն, հա։ Երկրորդը մի շատ կարևոր բան, շատ լավ իմանալով թե կարգալույցը ինչ է նշանակում, այս մարդը փորձում է սուրբ պսակի, պսակադրության արարողություն անել։ Այսինքն այս մարդը լրիվ գիտակցաբար ինչ որ այլ մարդկանց այդ սուրբ արարողությունը պղծում է, շատ լավ հասկանալով ինչ է անում, հա։ Եթե մարդը պատրաստ է գնալ այդպիսի պիղծ քայլի, ու այո, դա էլ կողքից աջակցում են ինչ որ անհասկանալի տոլի մարդիկ, տոլի ֆեյքեր, ու այդ մարդիկ ու անձամբ Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչին աջակցում է, բայց չի կարող հայկական եկեղեցում, հայ կանոնով, հա, չի կարող կարգալույց եղածը որևէ արարողություն վարի, հա, պատարակա, չգիտեմ, թաղման ծեսնա, հոգեհանգիստա, հարսանիք, պսակադրությունն է, ինչա, կնունքա, չի կարող։ Իրանք դա շատ լավ իմանալով ձևացնում են, թե կարող է, այսինքն իրենց համար այդ ամբողջ կանոնը հեչ է, այդ իրենց բոլոր խոսակցությունները, այդ վեհ լոլոները, ինչ որ սրան նրան մեղադրել, այդ ամեն ինչը այն կարգի սուտ է, ինչ կարգեր, որ նույն ձևի սենց, չգիտեմ, դոշերից փրչերը պոկելով ասում էին, թե Աղդամը Հայաստանա եւ վերջ, Աղդամը իրանց հայրենիքն էր, Արցախը Հայաստանա եւ վերջ, ու տես փրփուրը բերաններին պաշտպանում էին, ասում էին նայեք ինչ հայրենասեր ենք, հա, մի հատ այդ ժամանակվա իրանց գրած ստատուսները կարդա, իրանց ելույթները, իրանց հարցազրույցները, հա, այնց դրամատիկ, դերասանական, ամեն մեկը մի Օսկարի արժանի այդ իրանց դերասանության համար։ Հիմա այս ամեն ինչն էլ էլի նույն դերասանությունն է,
ու շատ լավ երևում է, որ այս մարդիկ թքած ունեն ամեն ինչի վրա, ոչ մի սրբություն չունեն, սրբապիղծ են իրենց էությամբ ու խապեպա։ Այդ ստելը, այդ պաթոլոգիկ սուտասանությունը իրենցից անբաժան է։ Այս մարդիկ երբ որ ասեն, այս ընկերներից էլ լավ ասեմ, նույնիսկ եթե ասեն, որ մածունը սպիտակ է, պետք է շատ ուշադիր լինել, որտեղ էլի մեկը ինչ որտեղ խափում են։ Իրանք այլ կերպ չեն կարող, դա իրանց էությունն է խափելը։ Ու մենք սա հիմա շատ լավ, շատ ակնառու կերպով ցույց տվեցին հենց իրենք, որ այսօր փորձում էին պսակադրություն անեին, այսինքն լրիվ ինչ որ մի հատ fake բան էին անում։ Լավա նույն այդ հարսանիքավորները հասկացան ու հրաժարվեցին դրանից, հա, որովհետև այսինքն իրանք պատրաստ են այդ մարդկանց բախտին քարկցեն, խափեն, այսինքն լրիվ աֆերիստ են, էլի։ Այսինքն այսօրվա այդ դեպքը այն կարգի, ասենց աչք ծակող այն կարգի զռացողա, թե սրանք ինչ են, որ էլ ասելու չի։ Ու օրինակ այս թեման պետքա ժողովրդին հասցվի, բոլորին, որտեղ այն մարդը, որ ասում է ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ, հետևորդ եմ, ինքը չի կարող այդ ձևի բանը ընդունի։ Ուրեմն խափում է, ուրեմն ինքը իրականում, չգիտեմ, գուցե ինչ որ այլ կրոնական կազմակերպության հետևորդ է կամ չի էլ հասկանում, որ ինքը չի կարող հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինել, եթե այն տարրական կանոնները չի ընդունում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրներ վերլուծաբան Կարեն Վրդանեսյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։